Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 6։ Աստված ասաց. կանցնեք։ Վստահ եղիր, որ քո մեղքը կբացահայտվի։ Սա Աստծո ողջ խոսքի մեջ ամենազարմանալի հայտարարություններից մեկն է։ Ճշմարտությունն այն է, որ շատ մեղքեր մնում են չբացահայտված այստեղ, երկրի վրա, բայց կբացահայտվեն դատաստանի ժամանակ։ Աստված պատվիրեց Իսրայելին. դուք Հորդանանով կանցնեք, որ մտնեք և ժառանգեք այն երկիրը, որ ձեր Եհովա Աստվածը տալիս է ձեզ, և կժառանգեք նրան, և նրա մեջ կբնակվեք։ Երկրորդ Օրինաց 11:31 խոսք։ Նրանց ժառանգությունը գտնվում էր Հորդանանի մյուս կողմում, որտեղ Աստված ընտրել էր իր վրանը տեղադրելու համար։ Այնտեղ էր գտնվում նաև ուխտի տապանակը, որը Տիրոջ ներկայության խորհրդանիշն էր նրանց մեջ։ Իսրայելը պետք է 2 անգամ անցներ։ Կարմիր ծովի անցումը խորհրդանշում էր աշխարհի և նրա բոլոր կուռքերից ու կրքերից զատումը, դարձի գալու հստակ խորհրդանիշը։ Երկրորդ անցումը Հորդանանն էր, որը խորհրդանշում է ինքնության մահը և Քրիստոսի լիության մեջ մուտքը։ Այն խորհրդանշում է մահ ամեն ինչի համար, ինչը Քրիստոսանման չէ, բոլոր ամբիցիաների, կռապաշտության, եսակենտրոնության։ Այս երկու լեռնանցքների միջև գտնվում էր Գաղաադի և Հազերի տարածքը, որը սահմանակից էր Հորդանանին և Ավետյաց երկրին։ Այս միջանկյալ տարածքը, կիսահանձնման վայրը, լիովին անպաշտպան էր։ Այն շատ վտանգավոր վայր էր ապրելու համար, շրջապատված հեթանոս թշնամիներով։ Սա խորհրդանշում է Աստծո որոշված վայրի և նպատակին հասնելու ձախողումը։ Իհարկե, 2.5 ցեղերը՝ Ռուբենը, Գադը և Մանասեի կեսը, իրենց լավ զգացին այս փոխզիջման մեջ և մնացին այնտեղ։ Նրանք ասացին. մենք այլևս չենք գնալու, սա մեզ հարմար է։ Որովհետև մենք Հորդանանի այն կողմումը և էլ հեռու նրանց հետ ժառանգել չենք ուզում, ըստ որում մեր ժառանգությունը Հորդանանի այս կողմումը դեպի արևելք է մեզ հասել։ Թվոց 32:19 խոսք։ Այս ցեղերը, ի վերջո, պարտվեցին թշնամուն, նրանք վերադարձան կռապաշտությանը և ավելի ապականվեցին, քան Եգիպտոսում։ Նրանց ողբերգական պատմությունը, որը այսօր եկեղեցու փոխզիջումների օրինակն է, մեզ ցույց է տալիս մասնակի հնազանդության սարսափելի հետևանքները։ Թող մենք բոլորս հնազանդվենք Աստծո պատվիրանին և անցնենք մյուս կողմ։